Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV, Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի մեր գործընկերներին եւ ունենալ հետաքրքիր զրույց քննարկումներ։ Այսօր մեր զրույցին միացել է բանասեր Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Աիդա Սարհատյանը։ Տիկին Սարհատյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Որպես քննարկման թեմա ըստ էության ընտրել ենք շատ հետաքրքիր, կարեւոր ու անընդհատ զարգացող թեմա, այն է հայերենը փոփոխվող միջավայրում, որպես լեզու, որպես մտածողություն եւ առհասարակ որպես ինքնություն։ Շատ կցանկանամ մեր քննարկումը սկսենք այն հարցից, թե առհասարակ ինչպիսին է հիմա հայերենի ներկայիս վիճակը փոփոխվող սոցիալական եւ թվային միջավայրում։ Ասեմ ինչի էս հարցը ինձ մոտ առաջացավ, որովհետեւ հիմա շատ են մի շարք բառեր, արտահայտություններ, որոնք ավտոմատացված կերպով առօրյա խոսքում կրկնվում են անգլերենից, ռուսերենից առանց թարգմանելու եւ այլն։ Ինչ է սա օրինակ։ Սա կամ անհաջող թարգմանություններով, ինչ են սրանք, արդյոք սրանք լեզվի հարստացման ձև են, լեզվի բնական փոփոխություն է, թե այնուամենայնիվ ինքը մտածողության ծուլացում է, որովհետև մենք կարող ենք ըստ էության հայերեն համարժեք բառեր գտնել, բայց չենք անում դա։ Ես էլ եմ շնորհակալ այս հրավերի համար եւ ուրախացնող է այն փաստը, որ բոլոր ոլորտներում ու հարթակներում հայերենը դառնում է մեր լեզուն, դառնում է ուսումնասիրության ու հետաքրքրության առարկա եւ ծնվում է անհանգստություն նրա ներկայի եւ վաղվա վիճակի համար։ Դա շատ կարևոր բան է եւ դա Աստված որ շարունակական լինեն այս հաղորդաշարերը, նման հաղորդաշարերը, որովհետեւ ի վերջո երբեք էլ ավելորդ չէ, որ նորից մեր հասարակությունը հասկանա, թե ինչքան կարևոր է մեզ համար մեր լեզվի անաղարտությունը, մաքրությունը, գեղեցկությունը, զերծ լինելը օտար տարերից ու ձևերից։ Ես բնատուր ու բնածին բանասեր եմ եւ հատկապես այսօր երբ որ ես զուգահեռներ եմ անցկացնում հարթակներում, թվային հարթակներում մեր լեզվի տվյալ վիճակի մասին, ես հասկանում եմ, որ մեր լեզուն կարող է հետընթաց է ապրում, մեր այն գողտրիկ, այն չքնաղ լեզուն, այն արվի կարկաչ, այն դայլայլը, այն չքնաղությունը, որ մենք ունենք մեր լեզվի մեջ որպես հատկանիշներ, արդյոք դրանք չեն մարում, որովհետև ինձ համար կոնկրետ մեր լեզուն կոմիտասյան մեղեդիներ են, սարյանական ծաղկի փնջեր են դաշտային ծաղիկների, սահյանական քարեպատարագ են, տարօրինակ է։ Տարօրինակ է եւ բնական, որովհետեւ երբ որ տասնամյակներով սիրահարված ես աշխատանքիդ ու դա իրոք քեզ համար արժեքավոր է, պատահական չէ որ դրա մասին խոսելիս կարելի է հուզվել։ Ես ինքս էլ համաձայն եմ, որ այսօր օտարաբանությունները իրապես մեր լեզուն, արտահայտչական ձևերը եւ այլն շատ են աղքատեցնում եւ այնքան աղքատ է մեր լեզուն, այդ մեդիա լեզուն, այնքան խճողված է, այնքան սխալներով լի է, ուղղագրական, կետադրական, ոճական, շարադասական, որ ես ասում եմ ոնց կարող է մարդը հայերեն խոսող մարդը այսպիսի անգրագիտություն դրսևորել։ Միթե այս մարդիկ չեն վերանայում իրենց գրածը, իրենց նշածը, իրենց արտահայտությունները թեկուզ անգամ զրուցակիցների հետ ունեցած, չգիտեմ, ահա որ բծախնդիր եմ ես, ահա որ խիստ եմ մոտենում եւ կուզենայի մի մոգական զորությամբ բոլորը հասկանային, որ մեր լեզվով մաքուր խոսելը մեր արժանապատվության գրավականն է։ Տիկին Սարհատյան, ինչ անել, որ երիտասարդ սերունդը ցանկանա կարդալ, որովհետև ըստ էության կարդալն է, որ հարստացնում է խոսքը եւ
առօրյա մեր լեզվի, հա, որպես այդպեսին ճոխությունը, գեղեցկությունը եւ այլն դրա պահպանման, տարածման միջոց է նաեւ կարդալը, հայ գեղարվեստական գրականություն եւ ոչ միայն։ Այ հենց այս հարթակները շատ մեծ դեր են խաղում, որ հայերենը մոռացության գիրկն անցնի, իսկական այն ճոխ մեր գրական հայերեն են, նարեկացիական գրականությունը, ձևակյան գրականությունը, որ աղճատվի, ես ցավում եմ դրա համար, ու նաև պատճառը ինչն է, պատճառը ժամանակներն են, որոնք երեխայի ձեռքից վերցրել ոճող իմաստով, վերցրել են գրքերը եւ դրել հեռախոսներ, ինչքան կարելի ավելի թանկարժեք, ինչքան կարելի ավելի լայն հնարավորություններ ունեցող, որպեսզի նրանք ճիշտ է աշխարհ տեսնեն, աշխարհ մտնեն, ճանաչեն աշխարհը։ Ես ինքս էլ շատ հաճախ եմ նստում համակարգչի առաջ եւ մտնում աշխարհ, գնում աշխարհ, նոր մարդկանց հետ, նոր մեծերի հետ շփվում եւ այլն։ Բայց մեր երեխաները գիրք չեն կարդում եւ մեր երեխաներին հետաքրքրողը նաեւ այդ հարթակներում ավելի շատ, չգիտեմ ինչ բառով ասեմ, ինչն է հետաքրքրում, այն ինչ որ գեղարվեստական չէ։ Այ ինչն է տարբերությունը։ Ես գիտեմ, որ ձեր սերունդը շատ է կարդացել։ Այսինքն ոչ միայն ես ինքս էլ դպրոցական տարիներին ունեցել եմ պարտադիր գրականություն, որ ամառային արձակուրդներին պետք է ընթերցենք, բայց ամեն դեպքում պիտի ընդունեմ, որ իմ ժամանակներում էլ կարդալը որոշակիորեն պահանջմունք էր որևէ բացեր լրացնելու, որևէ էմոցիաներ լրացնելու համար։ Ինչը փոխվեց ժամանակի ընթացքում, երբ սերնդին շատ քիչ հատված շարունակեց կարդալ։ Ընդ որում հիմական նոր թվային լուծումներ, օրինակ աուդիո գրքեր, որ կարելի է լսել, ինչ ավելի հեշտացված է, ինչը փոխվեց, որ մենք կամ մեզանից շատերը դադարեցին կարդալ։ Փոխվեց ամեն ինչ հեշտ երեխայի ձեռքին դնելը։ Եվ գիրքը, եւ սյուժեները, եւ աշխարհը, եւ բնությունը։ Մենք նայում ենք այսօր աշխարհի, Չինաստանի ու Ճապոնիայի բնությամբ հիանում են քարանձավային գյուղերի ապրելակերպի եւ այլ, բայց ժամանակին մենք դրա մասին կարդացել ենք, հուզվել ենք, զարմացել ենք, երազել ենք լինել նմանատիպ վայրերում, իսկ հիմա ինչ ենք զարմանում եւ բոլորովին դժվար չէ միացրու եւ քեզ մի պահ պատկերացրու, որ դու մի քարանձավում ես ապրում, ձյուն է գալիս, քամի հոչ է, թվում է հիմա քարաժարերից կպոկի այդ տնակները եւ կշպրտի դուրս, բայց մարդիկ այդ հեղեղի տակ ճաշ են պատրաստում, նույնիսկ գուլպա են գործում մեծերը, նույնիսկ գիրք են կարդում, այ նույնիսկ ես դա որսում եմ ասում, տեսեք այս Պարագայում գիրք կարդալն ինչքան ռոմանտիկ է, ինչքան հաճելի է, ասում երանի ես էլ լինեի դրանց կողքին։ Եվ վայելեի բնությունը այդպես կենթանի եւ միաժամանակ լսեի եւ աղմուկը, անձրևի ձայնը եւ միաժամանակ գիրք կարդեի, միաժամանակ ինձ զգալով մի քանի աշխարհներում։ Եթե փորձենք առանձնացնել ձեր ամենասիրելի գրական, այսպես ստեղծագործողներին, ամենատարբեր ժանրային, ովքեր կլինեն նրանք։ Կարող ենք նաև ժամանակագից գրողներ, եթե կան այդպիսիք առանձնացնել, եւ ինչու, մասնավորապես տվյալ գրողի ինչն է ամենաշատը ձեզ գրավում, ձեր որ էմոցիան։ Ինձ համար բնականաբար իմ կարդացած բազմականակ գրքերի մեջ երբեմն ես դժվարանում եմ ասել ով, հայ եւ արտասահմանյան, որովհետեւ ինձ համար անգամ դպրոցական եւ ուսանողական տարիներին ամենացանկալի գրքերը եղել են Բալզակի, Ստենդալի, Սերվանտեսի, ստեղծագործությունները Շեքսպիրի, դրամաներն ու ողբերգությունները հայ իրականության մեջ, հայ գրականության մեջ ինձ համար աստվածային դեմքեր են Աքսել Բակունցը, Համոս Սահյանը, իմ սիրելի բանաստեղծը Վահա Գնդավցյանը, որի մասին ցավոք սրտի մեր դասագրքերում շատ քիչ բան կա եւ նրա քիչ ստեղծագործություններ են անցվում, բայց նրա պոեմները ինձ համար մի ամբողջ աշխարհ են, որտեղ մեր պատմությունն է, մեր ժողովրդի անցյալն է, եւ հերոսական, եւ դրամատիկ, եւ կերպարներն են փառանձեմի ու
Կլեոպատրայի եւ Արտավազդի եւ այն ես հիանում եմ նաեւ մեր ու մոռացա Իսահակյան, որոնց ստեղծագործությունները հաճախ ես ասում երեխեք, որ դուք կարդում եք, չեք զգում, որ ավելի շատ ուզում եք երգել, քան կարդալ, որովհետև այնքան քնարական են մեր բանաստեղծությունները, մեր բանաստեղծների երգերը, այնքան մեղեդային են, այնքան պատկերավոր են, այնքան հուզական են։ Ես չեմ պատկերացնում որևէ մեկը կարդա Համոսահյանի ինչու հիշեցրի բանաստեղծությունը եւ չարտասվի։ Այսինքն թե դա գիտեք նաեւ ինչով են բացատրում, որ մեր երեխաների ականջները չեն շոյում նման խոսքեր։ Այ ասում եք դպրոցում, տանը, անհատը եւ այլն, չէ։ Ես կարծում եմ, որ նաեւ դպրոցում ուսուցչի խոսքը այնքան տպավորիչ պետք է լինի, որ ամեն անգամ նա ականջալուր նրա խոսքին իրեն թվա թե ինքը մեղեդի է լսում, իրեն թվա թե գեղարվեստական պատկերներ է տեսնում, կտավներ է տեսնում, իրեն տեսնի գույները սարյանական, այդպես մի քիչ վերամբարձ է թվում, չի ասած, բայց իրականում այդպես է։ Ես հասկանում եմ, որ մեր երեխաների դպրոցական ժամերը լեզվի սառն են ու անկյանք, որ երեխան չի հուզվում դասի ժամին, որ երեխան դասից դուրս գալուց հետո չի կարող մի դրվագ պատմելու ասել, այսօր այնքան հուզիչ էր մեր ուսուցչուհու խոսքը, բոլորս քիչ էր մնում արտասվեինք։ Ես նման բան լսած չկամ, մինչդեռ իմ սերնդի մարդկանց մասնագետների մեջ կային այդպիսիք։ Եվ իմ ուսանողներն ու աշակերտները հաճախ հիշում են, թե ինչպես ինչ-որ մի դասի մեկնաբանության ժամանակ բոլորը հուզվել են, արտասվել են, չգիտեմ, երկար ժամանակ մնացել են այդ խոսքի տպավորության տակ։ Մի խոսքով գեղեցիկ խոսքը, ցավոք սրտի հիմա շատ հազվադեպ է հնչում եւ ուսուցիչների Եվ ես հատկապես շեշտ դնում եմ ուսուցիչների վրա, որտեղ նրանք են առաջինը սովորեցնում խոսքարվեստը։ Եվ այս կետում ակամա թեկուզ իմ խոսքը կարող է երկարում է, բայց հին Հունաստանում արվեստի ամենակարևոր տեսակը խոսքարվեստն էր։ Եվ ընդունված էր ասել, որ Ցիցերոնին երկինքը երկիր է ուղարկել, որպեսզի ցույց տա մարդկանց, թե ինչ զորեղ ուժ է լեզուն։ Իսկ Արիստոտելը ինձ համար դա թևավոր խոսք է։ Արիստոտելը մարդկանց մասին կարծիք չէր հայտնում, քանի դեռ նրան չէր լսել։ Ու դարձյալ ինձ համար թևավոր խոսք է։ Խոսիր, որ ճանաչեն քեզ։ Շատ հետաքրքիր է։ Հայց լեզուն շատ փոխառություններ ունի ամենատարբեր լեզուներից։ Ու պայմանավորված մշակութային կյանքի փոխհարաբերություններով, շուկայական, տնտեսական եւ այլն։ Պարսկերենից, արաբերենից, ռուսերենից, արդեն իսկ շատացող անգլերենից եւ մի շարք այլ լեզուներից։ Ռուսերենից, անգլերենից հատկապես։ Որ պահից է լեզվական փոխառությունը դառնում բնական հարստություն եւ որ պահին է լեզվական ինքնության համար վտանգավոր, որովհետեւ արդեն ձեր խոսքի ամենատարբեր մասերում նշեցիք, թե ինչքան տգեղ է, երբ դա պարզապես արհեստականորեն ամեն օր ասվում են բառեր, որոնք նույնիսկ չեն էլ փորձում թարգմանվել։ Որտեւ հիմա մենք շատ փոխառված բառեր ունենք, որ դրանք դառել են մեր ամենօրյա բնական օգտագործման ձևերը, նյութը։ Սիրելիս, այն, որ լեզուն շարունակ զարգացման ընթացքի ապրում, դա փաստ է։ Այն, որ մենք կտրված չենք աշխարհից, դա էլ փաստ է։ Այն, որ լեզուները փոխազդեցաբար ազդում են միմյանց վրա եւ փոխ ենք առնում, դրա համար մեր լեզուն հարուստ է փոխառություններով, հազարավոր փոխառություններ ունենք պարսկերենից, թուրքերենից, ասորերենից եւ այլն եւ այլն։ Այսօր հատկապես անգլերենից եւ ռուսերենից։ Իհարկե արդեն կարող է իսպաներենն ու ճապոներենն են, չինարենն են արդեն մուտք գործում մեր կյանք։ Դա ես ընդունում եմ, դա լավ է, բայց կա նաեւ պահ, երբ մենք ուզում ենք հայեցի դարձնել այդ օտար բառը,
բայց նա քննություն չի բռնում, դուրս է մնում ու մնում է միայն զուտ այդ մեդիական լեզվի գործածական բառ բայց մուտք չի գործում օրինակ գրականություն, չի գործում բարձր մակարդակի գիտական խոսք, հրապարակախոսական խոսք, այնտեղ չես տեսնի։ Հետո մի ուրիշ բան էլ կա։ Ես կյանքը մեզ ցույց տվեց, որ մենք փորձեցինք պոմիդորը անվանել լոլիկ, հայեցնել, բայց լոլիկ այդպես էլ քննություն չբռնեց։ Այդպես մենք ունենք բառեր, օրինակ իմիջ բառը Չէ, իմիջը փորձեցինք հայացնել եւ թարգմանաբար այն նշանակեց կերպար։ Բայց եկեք տեսեք, որ այդ իմիջ բառը շատ ավելի տարողունակ բառ է, քան կերպար բառը։ Իմիջը ոճն է, գործելակերպն է, մտածելակերպն է, մի խոսքով ամեն ինչ է։ Ես նայում եի վերջին մի քանի տարվա քննության արդյունքները եւ ըստ էության կարմիր գծի պես ավելի ու ավելի ցածր են ստանում հայոց լեզու եւ գրականություն առարկայից եւ ինձ համար հետաքրքիր է լավ որն է պատճառը արդյոք մեր լեզուն այդքան բարդ է արդյոք ինչն է խնդիրը այն որ մեր լեզուն ահա որ բարդ է դժվարամարս դա փաստ է եւ քանի գնում չի մաքրազարդվում այն ահա որ երկվություններն ու երկակիությունները այդպես էլ օրինական ուժի շնորհիվ չեն բարձվում իսկ անգլերենը ես հաճախ հեգնանքով եւ խանդով հանդես եմ գալիս եւ ասում ինչ է գտել այդ անգլերենի մեջ մի հատ I love you է սովորեք գնացեք էլի բայց դուք անգլերենով կարող եք սեր բացատրել հայ աղջկան չէ անգլերենով կարող եք մեր պատմության այդ ամբողջ ընթացքը ինչ որ մի անծանոթի, որը հետաքրքրվել է ձեր երկրի կյանքով առօրյայով ու պատմությամբ ներկայացնել չի, բայց ինչ է գտել անգլերենը հեշտ լեզու է անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ է ես հեգնանքով ասում եմ ախ դու էլ ես եթե դիմորդների հետ Ախ դու էլ ես անգլիական բաժին տալու, ախ հասեմ քեզ, որ արդեն լորդերի պալատում քո գիտելիքները գնահատելու առումով, որպես գնահատական, քեզ համար տեղ են թողել, որ դու գնաս եւ այնտեղ աշխատես լորդերի հետ, մի լավ լորդի հետ էլ ամուսնանաս եւ դառնաս բրիտանական մեծ ընտանիքի անդամներից մեկը, հեգնում եմ Դեռ մանկությունից առաջ երկրորդ դասարանից սկսում են պարապմունքների տալ։ Արդեն գիտի երեխան արգանդում է, բայց գիտի որ դա ես փաստ եմ ասում։ Իմ ծանոթուհիներից մեկն ասաց ընկերոջս կինը հղի է, ասաց գիտես չէինք անգլերենի ուսուցչուհի է։ Ասում եմ ընկերոջս կինն ասաց գիտես չէ որ երեխաս ծնվի 4-5 տարեկանից մոտդ եմ բերելու պարապմունքի։ Եվ հետաքրքիր է, որտեղ մեր լեզվի բարդությամբ նաև մեզ տրվում են այլ լեզուների սովորել շատ ավելի հեշտ, որովհետև ես միշտ ասում եմ, մենք բավականին վաղ տարիքից սկսում ենք ուսումնասիրել շատ օտար լեզուներ, հայերենից բացի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եւ հետաքրքիրն այն է, որ երբ մենք խոսում ենք, որ այո, մեր լեզուն բարդ է եւ այլն, դրա շնորհիվ է նաև հաճախ, որ մեզ այլ լեզուները ավելի հեշտ են տրվում որտեղ մեր լեզվի հնչյունական կառուցվածքը, տառերը, մեր բառագիտությունը, մեր ձևաբանությունը, մեր շարահյուսությունը, հայերենում 5-7 հոլով ունենք։ Եվ նախադասության մեջ երեխան այնքան դժվարությամբ է որոշում հայցական հոլով է թե ուղղական, տրական է թե հայցական, անձիարման դեպքում, բայց անգլերենում նման բան չկա։ Այնտեղ մնում է բառապաշար իմանալ եւ մտքերը ձևակերպել անգլերենով եւ դառնում ես դու փայլուն եւ կարող ես հավակնել բարձր միավորի հայերեն այդպես չէ հայերենի ինչքան ուզում ես կետադրական տեքստեր տուր անգամ ինքդ երբ որ կարդում ես կետադրում ես երկրորդ անգամ նայելիս ասում ես չէ բայց այստեղ կարելի է նաեւ այս կետադրական նշանը դնել բարդ է մեր լեզուն աննկարագրելի բարդ է երեխաներին ես չեմ մեղադրում հաճախ չեմ մեղադրում ամեն բարդություն իր հետ բերում է ըստ էության առաջի հատկից ոչ պրակտիկություն
Դա լավ է թե վատ, որովհետեւ մենք շատ հաճախ ենք հպարտանում, որ մեր լեզուն բարդ է, այն իր կառուցվածքով հարուստ է, ճոխ է եւ այլն։ Եվ միևնույն ժամանակ զուգահեռ իրականությունում անգլերենն է, որ ավելի պրակտիկ է, ավելի հեշտ է տրվում, ավելի, օբյեկտիվ դրդապատճառներից ելնելով նաեւ շատ երկրների համար շփման հիմնական լեզուն է, օրինակ հայերի եւ այլ երկրի ներկայացուցիչների միջև բանակցային լեզու, բիզնես լեզու եւ այլն, այսինքն դրանով է նաեւ պայմանավորված, որ անգլերենը տարածված է։ Ինչպես անել, որպեսզի լեզվի բարդությունը չդառնա գլխացավանք սերնդի համար ու դադարի լինել գրավիչ միայն այն պատճառով, որ բարդ է։ Արդյոք չկան ձևեր, մոտեցումներ, որի շնորհիվ կարելի է սովորեցնել եւ գրավիչ դարձնել լեզուն, կարդալու ցանկությունը եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա այլևս հնարավոր չէ, որովհետև ճիշտ է, մենք ասում ենք, որ մեր լեզուն ամենակատարյալն է, ամենահարուստն է, եւ բերում ենք, թեկուզ ես ինքս բերում եմ, ասում երեխեք, 5-րդ դարում մեր Այբուբենը նոր գիրը, նոր ստեղծված, մեր ժողովուրդը Աստվածաշունչ թարգմանեց, դարձնելով թարգմանությունների թագուհին, բայց սա առեղծված է, այ մեր լեզուն այնքան առեղծվածներ ունի այդ առումով, ընդունված է ասել, որ անգլերեն ասենք Շեքսպիրի ստեղծագործություններ, չէ, դրամաները, կատակերգությունները, ողբերգությունները եւ այլն, բայց եկեք տեսեք, որ Շեքսպիրի հայերեն թարգմանությունները բնագրին համարժեք են, սա չի նշանակում արդյոք, որ մեր լեզուն շատ ավելի արժեքներ է իր մեջ նրան փոփ ունի, քան այդ անգլերենը, բայց ինչ արած նա հայերենով չես կարող մտնել միջազգային հարթակներ։ Մեր ղեկավարությունը պիտի անգլերեն իմանա, որպեսզի ասենք գիտաժողովների, բարձրակարգ եւ այլն միայն հանդես գա անգլերեն, մեր հայերենով է հասկանալու, որպեսզի հայերենը դառնա այդքան էական, պետք է նաեւ մեր հայերեն լսող ու սիրող լինի դրսում, բայց ով կարող է իրեն թույլ տալ որոշել հայերեն սովորել, այդպիսի բան չի կարող լինել։ Բայրոնի օրինակն ենք բերում, չէ, ասում ենք, Բայրոնի պես մեծությունը որոշեց հայերեն սովորել եւ Մխիթարյան միաբանների մոտ Վենետիկում փորձեց ամիսներ շարունակ, հետո չէ, որքան էլ գեղեցիկ է այս լեզուն, սովորելը շատ դժվար է։ Սա մեր ճակատագիրն է։ Մեր լեզվի բարդությունը մեր ճակատագիրն է, որից մենք չենք կարող փախչել եւ ոչ էլ կարող ենք այնպես անել, որ նա հանկարծ պարզունակ դառնա։ Միայն մի միջոց կա, որ երբեմն լեզվաբաններն առաջարկում են, ասում են, բերեք այնպես գրենք բառը, ինչպես որ այն լսում ենք։ Գուցե սա օգնի, բայց դա նշանակում է մի ամբողջ հեղաշրջում լեզվում, դա օրերի հարց չէ, դա արդեն դարերի մեջ փոփոխվելու խնդիր է, դժվար, անիրական թերևս։ Խոսեցինք փոխառություններից, օտարաբանություններից, նաև շատ կուզեմ խոսենք բարբառներից։ Բարբառների դերը լեզվի հարստացման մեջ եւ միևնույն ժամանակ մյուս կողմից հարցին նայենք, շատ հաճախ դպրոցներում, համալսարաններում, խոսում են բարբառներով։ Ես իհարկե հասկանում եմ, որ դա բնական է եւ եթե օրինակ դու 18, 19, 20 տարի ապրել ես տվյալ մարզում եւ սովորես այդ բարբառին եւ դա քեզ համար հաղորդակցման միջոց է, այնուամենայնիվ մեր պետական լեզուն հայերենն է։ Գրական հայերեն։ Եվ բացի դրանից, գրական հայերենն է, եւ բացի դրանից, օրինակ այն մարզերի մնացած ուսանողները, երեխաները եւ այլն, երբ այլ մարզի ուսանողները հաղորդակցվում են իրենց բարբառով, շատ հաճախ դա հասանելի չէ մնացած լսարանի մասնակիցների համար։ Ես կուզեմ նաև անդրադառնանք այս հարցին, ինչու է պարտադիր դպրոցներում խոսել եւ տարածելի դարձնել բացառապես գրական հայերենը եւ ինչ դեր ունի բարբառը լեզվի հարստացման համատեքստում։ Երբեք հակված չեմ մտածելու, որ բարբառով խոսելը անհրաժեշտ է, որպեսզի կողքինները հասկանան։ Երբեք։ Բարբառը մեր գանձն է։
մեր լեզվի հարստությունն է։ Բարբառը անթարգմանելի մի գեղեցկություն է, որը մեր էության մեջ նստած է։ Աշխարհում ոչ մի գրական լեզվով չի կարելի ներկայացնել թումանյանական տողերը, աղջի սևասիրտ, քու ահա կտրի, աղջիկը մենակ ձորը կմտնի եւ այլն, ոնց կարելի է դա ասել թարգմանեն գրական հայերենով, ոչ, սևասիրտը բարբառն է, մենք դա օգտագործելու ենք, բայց դա մեր գրականության մեջ մեր ժողովրդա լեզվամտածողության արտահայտությունն է, որը հարկ է երբեմն ներկայացնել թեկուզ դարձվածքների տեսքով, թևավոր խոսքերի տեսքով, որպեսզի մեր հարստությունը չկորչի, բայց նաև գրական տեսքի բերելը անհնար է, որովհետև բարբառը նորից եմ կրկնում, հարստությունն է մեր, ես հարգում եմ մեր բարբառը, բայց բարբառը նորմավորել հնարավոր չէ, մինչդեռ գրական հայերենը հենց բարբառից տարբերվում է նրանով, որ նորմավորված է, դու պիտի իմանաս, որ ուղի խնդիրը եթե իր է, իրանիշ է, պիտի դրվի ուղղական հոլովով, եթե անձնանիշ է, պիտի դրվի նման լինի տրականաձև հայցականով, այս նորմավորումը կա, հիմա ինչ անենք մենք, գրական հայերենը սովորենք իր բոլոր նորմերով, թե բարբառները սովորենք, թե բարբառները մոռանանք, դա շատ լուրջ հարց է, շատ խելոք հարց եք տալիս, բայց միաժամանակ դա պատասխան չունի։ Եվ դրա զուգահեռ գիտեք ինչն է, բոլորս էլ գնում ենք պատարակների ստեյության, լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, մեր բոլոր աղոթքները հնչում են գրաբարով։ Եվ ինձ մոտ ունեք արդարացիորեն հարց է առաջանում, դու այն ինչին հավատում ես, պիտի հասկանաս դա։ Չգիտեմ սխալվում եմ թե ոչ, բայց ըստ էության պատարակի ներկա միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացիների մեծ մասը առնվազն չեն հասկանում գրաբարը, եւ նվազագույնը որոշակի մտքեր են փորձում որսալ այդ պատարակներից, որպեսզի հասկանան։ Արդյոք եթե աղոթքները թարգմանում ենք աշխարհաբար, դրանից տուժում է որևէ բովանդակություն կամ գեղեցկություն եւ այլն, որովհետեւ ես գիտեմ, որ գրաբար ինքը շատ հարուստ է եւ շատ գեղեցիկ լեզու եղել, անհամեմատ ավելի, քան աշխարհաբարը։ Բայց միևնույն ժամանակ դրա զուգահեռ իրականությունն այն է, որ պատարակի ներկա հայ ժողովուրդը, որ եկել է հասկանալու եւ իր հոգեկան հանգստությունը, լիությունը գտնելու, չի հասկանում այն, ինչ որ արդեն մեծամասնությունը, այն ինչ որ ասվում է։ Դարձյալ հետաքրքիր հարցադրում է։ Այդ հարցը նույնպես պատասխան չունի։ Եթե մեր եկեղեցիներում գրաբարին փոխարինելու գրական հայերենը, նա կդադարի, իմ կարծիքով, կդադարի հոգևոր լեզու լինելուց։ Հետաքրքիր է։ Որովհետև հոգևոր լեզուն նարեկացին որքան էլ մեծություն է եւ իմ սիրելի դասախոս Վազգեն Գևորգյանը, որը բացառիկ թարգմանիչն է նարեկացու Մատյանի եւ տաղերի, նրա միայն նա կարող էր թարգմանել, նրա նման մեծությունը կարող էր թարգմանել այսօրվա մեր աստվածաշնչյան երկերը, հատվածները, ամենը ինչ որ գրաբարով մեզ մատուցում է, բայց գրաբարը բոլոր դեպքերում անհասկանալի լեզու է, ուրեմն մենք հիմա նստեն ես մարդիկ գրաբար սովորեն, ինչ անել, որ հասկանան, ոչ այն է թարգմանիչ է պետք, որ մեկը պատարագի ժամանակ ասի, վերցնի միկրոֆոնը եւ ասի, գիտեք ժողովուրդ, այս էր ասվածը, ասելիքի բովանդակությունը սա է։ Ոչ այն է, ընդամենը դու պիտի հաշտվես, որ այն ինչ որ հնչում է գրաբարով, համարիր հոգևոր երաժշտություն, համարիր, որ Լուսինե Զաքարյանն է երգում, համարիր, որ սա դարերից եկող նարեկացիական շունչ է։ Մենք ակամա այդպես ենք մտածում, ես կոնկրետ այդպես եմ մտածում, անգամ հոգեհանգստյան արարողություններին
Զգում ես որ մարդիկ լսում են ու չեն հասկանում ինչ անենք դրա բանալին մեր ձեռքի չէ սիրելի Մելինե մենք չենք կարող ասել եկեք թարգմանենք Պատարագյան ասելիքը հոգևոր պատգամները եւ բաժանեն ժողովրդին ասեք այս սա է լինելու մենք նորից եմ կրկնում այդ ինչպես է որ մեր ժողովուրդը կարողանում է մեր երիտասարդները հատկապես կարճել համացանցին, հեռախոսին եւ ժամերով լսել ոռնոցներ անգլերեն ու ֆրանսերեն ու ոռնոց չէ ֆրանսերեն են երգ է Միգուցե անգլերեն հայ օտար հա դրանց աղմուկը չհասկանալով հասկանում է ձեր կարծիքով ցանկացած լսած բան հասկանում է չեմ կարծում դեպքում այդքան էլ խնդրահարույց չի որովհետեւ ինչու որովհետեւ երևի դա մեծամասնությունը չի անում այսինքն իմ գլխավոր խնդիրն է որ մենք բնակչության մեծ մասը հierarchical եկեղեցու հետևորդ է եւ լսում է դա այսինքն այն մի քիչ ավելի ընտրողական բնույթ ունի դե դեպքում ուրեմն նա ով այստեղ բնում է անհատի հարցը անհատը եթե ուզում է որ բոլոր բառերը իրենց նշանակությամբ ու իմաստով հասնեն իրեն ուրեմն պիտի նստի եւ գրաբար սովորի կամ առնվազն թարգմանի աշխարհաբար կամ առնվազն թարգմանություններ ունենա ձեռքի տակ այլ տարբերակ կա Գիտեք ինչա կա, որովհետև հոգևոր կրթությունը ըստ էության էլի լեզվի հարստացման, մշակութային քո ինքնության մաս է կազմում։ Եվ եթե դու այն չես հասկանում, մասնավորապես հիմա երիտասարդ ծերունդ, որ ընտրում է ավելի հեշտ դրա համար երիտասարդությունը հերո է եկեղեցուց։ Ավելի ավելի པարզ ինֆորմացիա, արագ ինֆորմացիա ստանալու ձևեր։ Ամեն դեպքում սա արգելք է։ Մեդիադաշտը հենց այդ արագությունն էլ է նրան արագությունը, པարզությունը, հակիրճությունը, թելադրում որը ցավոք սրտի այդ պարագայում չի կարող լինել ինչպես վարվել դա պատասխան երևի չունի կամ շատ պիտի իմաստուն լինել որպեսզի այդ հարցի պատասխանը տրվի բոլորի համար ընդունելի ձևով շատ խնդիրներից արդեն խոսեցինք ընկեր Սարհատյան ըստ էության դպրոցը բուհը ընտանիքը լեզվական մշակույթի ձևավորման մեջ որ ինստիտուտի դերն է ավելի դոմինանտ որ ինստիտուտը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը Ես կարծում եմ որ ամեն մեկը ունի իր տեղը ամեն ինչ սկսվում է նախ ընտանիքից որ ընտանիքում մեծացող երեխան է կարճած իր լեզվին սիրում իր լեզուն կարդում իր լեզվով գրված գրականություն քիչ դպրոցը արդյոք ես դպրոցական մակարդակից շատ դժգոհ եմ մեր ուսանողները որ գալիս են նստում են իմ դիմաց բանասեր երրորդ կուրսի ասում է դերբայական դարձած մենք դպրոցում չենք անցել մենք կողմնակի անդամի մասին գաղափար չունենք այսինքն ոչ միայն լեզու այլև գրականություն չեն անցնում նրանք գրական բառապաշար չունեն մեր երեխաները ստեղծագործական շարադրանքներ գրելու ընդունակ չեն որքան էլ ճորոն բառերով փորձեն ասել որ հա գրում են չեն գրում չեն կարող 100-ից մեկը միայն կարող է ստեղծագործաբար շարադրել իր մտքերը դրա համար երբ որ այս ատեստավորումը սկսվեց ուսուցիչների ես նախարարին մի շատ բովանդակալից նամակ հղեցի որի վերջո ուզում եք աշխատավարձ բարձրացնել լավ եք անում դա բոլորս ենք ողջունում ու ծափահարում բայց ինչու եք բարձրացնում այն ուսուցչի աշխատավարձը կամ ինչպես ոչ թե ես չարությամբ եմ ասում դա թող բոլորը բարձր ստանան ես էլ նրանց հետ բայց ախր այդ ուսուցչից պահանջում ես 11-րդ ներողություն 12-րդ դասարանն ավարտած արդեն դպրոցականի դիմորդի միասնական քննության թեստերով ես նրան ստուգում
չգիտեմ ծանոթ եք թե չէ, միասնական քննության թեստերով դու ուսուցիչ ես գնահատում եւ ասում ես ուռա շահել ես։ Բայց նա գրականություն էլ է պարապում մինչև 12-րդ դասարանը։ Դու նրա դասը լսել ես։ Դու գիտես նա ինչպես է խոսում, ինչպես է մատուցում, ասենք թե բակունց կամ սևակ։ Դու գիտես նրա շակերտները ինչ բառապաշար ունեն։ Դու գրավոր տվել ես նրա շակերտներին։ Գործնական կոմպոնենտ էլ տեսնեն հենց Այո, բուն այո, process-ը։ այ դա է դպրոցական մակարդակին վնաս պատճառող այս մոտեցումը։ Դու նրա աշակերտի գրագիտությանը ծանոթ ես, այ երբ որ այդ բոլորը լիարժեքորեն գոհացնեն քեզ, այդ դեպքում դուր Աստված ինչքան հնարավորություն տալիս է։ Բայց դու դա չես ստուգում, հետո ասում ես շահել է, չի շահել։ Նրա աշակերտը գալիս է այստեղ գաղափար չունի իր անցած լեզվից ու գրական կերպարից, գաղափար չունի։ Էդ է ինչքան բաներ կան մեր կրթության մեջ, այնքան բացեր կան, այնքան բաց թողումներ կան, որ չգիտեմ, դարեր են պետք, որպեսզի մենք ի վերջո դառնանք լիարժեք։ Դա իմ կարծիքն է։ Տիկին Սարհատյան, բանասիրությունը եւ բանասեր մասնագիտությունը առնվազն այսօր ամենացանկալիների շարքում չէ։ Չէ։ Եվ դա ցավալի է, ինչ խոսք։ Ինչով է դա պայմանավորված եւ որովհետեւ շահութաբեր չէ, որովհետեւ արդիական կամ ներկայիս լեզվով ասած մոդայիկ չէ, որովհետեւ բարդ է, ինչով է դա պայմանավորված։ Դուք պատասխանում եք արդեն իսկ դիպլոմային աշխատանք ենք տալիս, գնում է հիմա էլ այդ Փառք Աստծո այս արհեստական բանականությունը կասում է, արհեստական բանականությամբ կգրեմ կբերեմ, առանց վախենալու։ Հետազոտական աշխատանքը արհեստական բանականությամբ։ Այսինքն թեև տեխնիկան այսքան զարգացած է, բայց դա վնասում է մեր երեխաների, մեր հայերիս մակարդակի բարձրացմանը, կանխում է, պատնեշ է դնում, այս մեդիաները պատնեշներ են մեր երեխաների առաջ, որ թույլ չեն տալիս կարդալ, զբաղվել իրենցով, գրել, ջնջել, սովորել, կարդալ։ Հիմա ով է բանաստեղծություն անգիրանում, ես հիշում եմ համալսարանից, հանրակացարանից Պրոսպեկտի վրայի Մատենադարանից ներքև էինք ապրում երկրորդ հանրակացարան։ Մինչև համալսարան գնալ օրական մեկ բանաստեղծություն էինք սովորում։ Դե հիմա այսպիսի ուսանողը կարող եք ցույց տալ։ Չէ։ Եթե վերջում որպես ամփոփում ես սովորաբար միշտ իմ հյուրերին խնդրում եմ, որ որևէ ուղերձով դիմեն մեզ դիտողներին։ Բայց ձեզ մի քիչ ուզում եմ փոխել ուղերձի ֆորմատը, եթե հնարավորություն ունենաք հիմա խորհուրդ տալ մեր հետևորդներին կարդալ կամ լսել կամ ուսումնասիրել 3 հեղինակ, ովքեր կլինեն եւ ինչ, օրինակ, չգիտեմ, Չարենց, որ ծանոթանան կամ որ ներշնչվեն ինչով, ովքեր կլինեն այդ 3 հեղինակները։ Դրանք կարող են բնականաբար ոչ Իմ նախընտրած հայ գրականությունից։ Այն որ Չարենցը դարակազմիկ հեղինակ է, դա իր հերթին։ Բայց մենք Թումանյանի մեջ ենք, Թումանյանը մեր մեջ է։ Մենք Թումանյանով ենք սկսել մեր մանկությունը, մեր պատանեկությունը, մեր երիտասարդությունը, նաև նրա փիլիսոփայական քարյակներով, կյանքի ու մահվան խորհրդատություններով։ Իմիջիալոց ես դժվարանում եմ ասել։ Որովհետև շատերն։ Հա, որովհետև ինձ համար սևակը մի ուրիշ աշխարհ է, խորը, հարուստ, դրամատիկ, համարձակ, լուսապայծառ։ Ինձ համար բակունցը մեղեդի է։ Ինձ համար բակունցը ալպիական մանուշակ է, բասուտագետ է, ծաղկունք է, ամեն ինչ է, դաժան իրական պատմություններով եւ այլն հագեցած։ Ինձ համար Համոսահյանը կարծես թե իմ բանաստեղծն է, մեր բանաստեղծն է, մեր հոգու բանաստեղծն է, մեր սիրո, մեր տառապանքի, մեր ապրաստարիների, մեր ցավի, ուրախության, կարոտի բանաստեղծն է, հանճարեղ, իմաստուն,
Վահագն Դավթյանը նույնքան սիրելի է ինձ։ Ես նրա պոեմները կարդում եմ Գերագույն հաճույքով եւ իմ աշակերտներին, ուսանողներին հանձնարարություններ տալիս հետազոտական աշխատանքի հետ կապված եւ այլն պարտադիր Սահյանը, Բակոնցը եւ Վահագն Դավթյան պարտադիր կան։ Սիրում եմ նաեւ մեր արձակագիրներին, ես Իսահակյանն եմ պաշտում, Իսահակյանը ինձ համար դարձյալ երաժշտություն է։ Այդպես, չգիտեմ, ես չեմ կարող ասել այս երեքը չեն, շատ են, 13-ն են։ Այո։ Ինձ համար։ Այո։ Դե ինչ, մենք մեր հետևողների համար առանձնացրեցինք շատ հետաքրքիր գրական ցանկ, որին իհարկե դուք կարող եք ծանոթանալ, շատ կարդացեք, սովորեք եւ ամենակարևորն է սովորեք սովորել դրա ձևերը, բովանդակությունը եւ զգացողությունը, որովհետեւ դա պարզապես հիանալի է։ Շատ շնորհակալություն Տիկին Սարոյցյան շատ բովանդակային քննարկման համար։ Մեր լեզուն շատ սիրեն, կարդան, սիրեն բանաստեղծական աշխարհը եւ հիշեն, որ լեզուն մեր առաջին ու վերջին սերն է։ Ինչ ունենք աշխարհում ավելի թանկ, քան մեր լեզուն է։ Դա մեր ինքնությունն է, դա մեր աղն է, մեր հացն է օրվա, դա մեր արժանապատվությունն է, դա մեր հպարտությունն է։ Մեզ միավորողն ու իրար հասկանալի դարձնողը։ Շնորհակալություն Տիկին Սարոյցյան։ Աշխարհին կապողը։